Ձեզ եմ ներկայացնում իմ պատրաստած ամենագեղեցիկ թափանցիկ պայուսակներից մեկը։ Առաջին անգամ այն պատրաստում եմ 8 մմ-անոց ապակյա քարերով։ Գույնը եւս նախորոք ընտրված էր եւ այն նման է լուսնակարին։ Տեսեք ինչքան շքեղ են փայլում արևի լույսի ներքո։ Այստեղ սկսում եմ գործել հիմքը եւ քանի որ առաջին անգամ էի պատրաստում այս քարերով, չգիտեի թե որքան ուլունք է ինձ հարկավոր եւ նաեւ չգիտեի թե որքան ժամանակում այն կավարտեմ։ Քանի որ 8 մմ-անոց քարերը համեմատ 10 մմ-անոցների հաստատ ավելի շատ աշխատանքային ժամեր էին խլել։ Այստեղ համարյա ավարտում եմ եւ ճիշտ էի կռահել։ Նմանատիպ աշխատանքն ինձնից խլեց հավելյալ 3-ից 4 ժամ։ Իզարմանս ինձ քարերը հերիքեցին եւ նույնիսկ հերիքեց, որպեսզի պատրաստեմ այս սրտիկ կախազարդ։ Չէ, ես ուղղակի չեմ ուզում խոսել իր փայլի մասին, արդեն ինքներդ ամեն ինչ տեսնում եք։ Եվ այստեղ ինձ է մնում ավելացնել ուսից կախելու երկար շղթան, ինչպես նաեւ պարկը իր բռնակներով, որոնք պատրաստել եւ կարել էի կադրից դուրս։ Իմիջիայլոց սպիտակը ոսկե գույնի հետ իմ ամենասիրելի համադրություններից մեկն է։ Ավելացնում եմ նաեւ կախազարդը եւ պայուսակը պատրաստ է։ Ահա ձեզ եմ ներկայացնում դրա վերջնական տեսքը։ Չնայած նրան, որ այն պատրաստված է ապակյա քարերով, ամեն դեպքում այն ավելի թեթև է, քան ես պատկերացնում էի։ Ինչ ես կարծում, ինչպես է այն ստացվել։ Չմոռանաս գրել մեկնաբանություններում քո կարծիքը։ Իսկ ես շնորհակալ եմ քեզ էջում յուրաքանչյուր ակտիվության համար։ Շնորհակալ եմ, որ վիդեոն դիտեցիր մինչև վերջ։ Այն իմ էջի առաջխաղացման համար շատ կարևոր է։ Դե ինչ հուսամ հավանեցիք պայուսակը։ Այստեղ նաև ներկայացնեմ այն սև պարկով եւ սև բռնակներով։ Շատ վիդեոներ չկարողացա անել, քանի որ ժամանակը սուղ էր։ Ինչևէ, դեռ կհանդիպենք։